Արդար արդյունքեր, սա այն իրավիճակն է, որտեղ հիմա գտնվում է Հայաստանի ընտրանին։ Սրանք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպի առաջին հրապարակային խոսքերն են 3 Երևանում Վրաստանին խոշոր 3-0 հաշվով պարտվելուց հետո։ Երբ կարևոր դրվագներում կոպիտ սխալներ ես թույլ տալիս, Վրաստանն իր ունեցած որակներով կարող է քեզ պատժել։ Այսպես դժվար է լավ արդյունքի հասնել։ Սա մի բան է, որը պետք է բարելավենք։ So I think that's something that we certainly have to improve. Սա հոլանդացի մասնագետի առաջին հանդիպումն էր հավաքականի ղեկին։ Խաղից հետո լրագրողների հետ զրույցում գլխավոր մարզիչը հայ երկրպագուներին մի բան հորդորեց՝ համբերություն ունենալ։ This team is a team that has to grow. Սա թիմ է, որը դեռ պետք է աճի, սովորի։ Այսօր նրանք շատ հասուն ու լավ թիմի հետ խաղացին։ Հայաստանը դեռ այդ մակարդակը չունի։ Շատ աշխատանք կա անելու։ Երկրպագուները պետք է հավատան, ֆուտբոլիստները նույնպես։ There's a lot of work to be done and the fans have to have patience, have to still believe and keep believing as the players have to believe. Վիճակագրությունն ամբողջությամբ Վրաստանի ընտրանու օգտին է։ Գնդակն ավելի շատ նրանց մոտ էր, ավելի դիպուկ էին, փոխանցումներն էլ ավելի ճշգրիտ։ Հայաստանի հավաքականի ձախողումներից դժգոհ երկրպագուները արդեն տևական ժամանակ է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականն են պահանջում։ Երկրպագուները նաև խաղի ժամանակ մի քանի անգամ այդ պահանջը հնչեցրին։ Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս կոչերը դժվար թե լսած չլիներ, որովհետև հանդիպմանը հենց մարզադաշտում էր հետևում։ Հրաժարականի պահանջին, սակայն հանդիպումից հետո ֆեդերացիան չի անդրադարձել։ Վրաստանի ազգային հավաքականը բոլոր ասպեկտներում, խաղադաշտի բոլոր հատվածներում գերազանցեց մեր հավաքականին, բայց նաև այդ ամեն ինչը ունի այլ պատճառներ, ոչ ֆուտբոլային պատճառներ, որոնց մասին բնականաբար պետք է խոսել։ Հայաստանում UEFA-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի համոզմամբ պարտության պատճառներից էր մարզադաշտում վրացի երկրպագուների մեծ թիվը։ Նրանք ոչ միայն հյուրերին տրամադրված հատվածներում էին, այլև բոլոր տրիբունաներում։ Երբեմն նրանց ձայնն ավելի բարձր էր, քան հայ երկրպագուների վանկարկումները։ Վրաստանի ընտրանու երկրպագուների համար 3 կայացած հանդիպման տոմսերը շատ ավելի վաղ էին հանվել վաճառքի։ Նրանք ավելի շատ ժամանակ են ունեցել պատրաստվելու, պլանավորելու համար, ընդգծում է Խուդավերդյանը։ Ըստ նրա ուղղորդված բազմաթիվ ֆուտբոլասերների ֆեդերացիան թերացել է նաև հայաստանցի երկրպագուների համար վաճառքն ու մարզադաշտ մուտքը կազմակերպելիս, քանզի մյուս տրիբունաներում հյուր երկրի մեծաթիվ երկրպագուներ չպետք է լինեին։ Այսինքն նրանք այդ տոմսերը ինչ որ ձևով ձեռք են բերել։ Նրանք այդ տոմսերը բնականաբար ձեռք են բերել կամ իրենց ծանոթ բարեկամ հայերի շնորհիվ, ամեն երկրորդ կամ երրորդ վրացին ունի հայ ծանոթ, ում կարող է խնդրել իր համար տոմս ձեռք բերել անձնագրով։ Նաև գործել է սև շուկան, գիտենք, որ բավականին թանկ արժեքներով սև շուկայում տոմսեր են վաճառվել վրաց երկրպագուներին։ Հայաստանում UEFA-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի կարծիքով հսկիչները պետք է ստուգեին, որ միայն իրենց անունից գնված տոմս ունեցողները մարզադաշտ մտնեին։ Դա չի ստուգվել եւ հազարավոր վրացի երկրպագուներ եղել են մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը կկայանա այս կիրակի Թբիլիսիում։ 2 խաղերի արդյունքում հաղթողը ազգերի լիգայի հաջորդ մրցաշրջանը կարգով ավելի բարձր B դիվիզիոնում կսկսի, պարտվողը կխաղա C լիգայում։